Սահակյան, վարչապետի եւ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի միջև հակասություն կա, որ վարչապետը հայտարարում է, որ տնտեսական աճ են ունենալու տարեվերջին, իսկ ֆինանսների նախարարն ասում է, որ անկախ վիճակագրական տվյալներից բոլոր ճյուղերում անկումներ կա։ Ո՞րն է հակասության պատճառը։ Ֆինանսների նախարարը երբեք չի ասում բոլոր ճյուղերում անկումներ։ Գրեթե բոլոր ճյուղերում։ Ընդամենը ֆինանսների նախարարը իր վերլուծություններով համոզիչ կերպով ներկայացնում է, որ տնտեսական դաշտում իրոք ունենք վտանգներ։ Դեպքում վարչապետը ինչպես է համոզված, որ աճ է։ Բայց վարչապետը, եթե իրականում այս պահին 4% տնտեսական աճ կա, դա ոչ թե վարչապետի համոզումն է, բայց իրական պատկերն է։ Խոսքը վերաբերում է հետագա գործընթացներին, որովհետև եւ Եվրասիական տնտեսական միությունում եւ աշխարհում բավականին լուրջ տնտեսական անկումային process-ներ են ապրում եւ պարզապես ահազանգում է, որ մենք պիտի կարողանանք որոշակիորեն այն դիրքերը, որը հայտարարվում է այսօր, պահպանել հետագայի։ Ֆինանսների նախարարը փաստորեն հասկացրեց, որ ինքը վարչապետին ներկայացրած վիճակագրական տվյալներին չի հավատում։ Ես կարծում եմ, դա յուրաքանչյուր քաղաքացի, ինչպես նաև լրագրողները կարող են իրենց վերլուծականի հետևանքներն անել, բայց իրողությունը այն է, ինչը որ ներկայացվում է այսօր։